Նայեք, ստեղ խնդիրը ինչու՞ն է, էլի կայանում։ Նախ զավեշտալին ու զարմանալին է, որ այս սնանկության կառավարիչն ու դատավորը նույն են մարդիկ են, ովքեր նախկինում եղել են KR-ի հետ կապված Փափազյանի վրա են շենք սարքել, նույն դատավորն է եղել, նույն կառավարիչը։ Ու մենք մեր տվյալներով մենք իշքան գիտենք, այդ գործից հետո դատավորի գործունեությունը կասեցվել է, որտեղ ընդ ինչ-որ բաներ են, բայց դրանից հետո վերականգնել են ու եկել, բանը, այս գործն է անում հիմա։ Հիմա այդ ամեն ինչի մեջ ոչ մի կասկածի տեղի ոչ մեկին չի տալիս, ես ուզում հասկանամ։ Մեր Եվրոպա մարմինները, որ այդ ամեն ինչն անում են, ոչ մեկին կասկածի տեղի դա չի տալիս։ Ինչ-որ բան չեն ուզում նկատել այդ։ Ուրիշ կառավարիչ չկա Հայաստանում։ Ուրիշ չկա։ Կամ սենց ասեմ, մենք այդերը ներկայացրել ենք հունվարին ցուցակը, որ 3 աշխատանքային 4 աշխատանքների մեջ պետք է հրապարակեն, ապրիլ 2-ին հրապարակել են։ Այդ ոնց է ալնում։ Այդ ամեն ինչը ոնց ուզում են, տենց անում են։ Օրենք կա, ժամկետ կա, այդ ամեն ինչին բոլորը խախտում։ Ու սենց, KR Construction, այս ամեն ինչը իրականում այդ NVS-ը որ կա, մենք բոլորս երբ որ գնացել ենք, KR Construction-ը ռեկլամ, գովազդներն ենք տեսել, գնացել ենք KR Construction-ի գրասենյակ, մեզ KR-ն է ներկայացել եւ այլն եւ այլն։ KR-ն էլ Հայաստանի մասշտաբով շատ խոշոր կառուցապատող է, մի քանի դուստ կազմակերպություններ ունեն, KR Mining, չգիտեմ, մի քանի կան, որոնք այս ֆիլդուսի վրա են շենք սարքում, Մոնթե Մելքոնյանի վրա են շենք սարքում, Զեյթունում են շենք սարքում, բոլորը խոշոր կառուցապատող այն է։ Ու ոնց կարող է տենց լինել, այս ամեն ինչը հիմա եթե գնան KR Construction-ից, KR Mining-ից բնականon գնեն, հանդիպել են նույն մարդուն, ով որ մեզ է վաճառքը կատարում, մեզ է պայմանագիրը կնքել։ Այդ մարդիկ են ընդդեմ այստեղ։ Փափազյանի վրա է մենաց ասած։ Թող գնան տեսնեն։ Դժվար չէ դա ամեն ինչը։ Դուք եք բնակվում ձեր տան մեջ։ Այո։